Ջրի ջերմաստիճանը ցածր է, դրա համար էլ չի քաշում ձուկը։ Չի ուզում ուտի, սա առաջի դեպքը չէ, ես այս գետի գրաղ եմ ծնվել։ Իրան քաշելու սեզոն ունի։ Երբ որ մի քիչ տաքանա ջուրը նստի, սարերը մտ ձինը ահագին նստած է, սա ձնհալի ջուր է։ Սարերի ձյունը դեռ չի հալվել ու ջուրը պապի ասած կտրում է, բայց ալերեքսի գետակի հանդեպ սերը ջրի ջերմաստիճանով չի չափվում։ Սա ոչ թե ուղղակի ձկնորսություն է, այլ կապ սեփական արմատների հետ։ Ձեռքին պապի ձեռքով պատրաստած կարթաձողն է ու այս հինավուրց գործիքի հետ նաև 75 տարվա հուշերը։ Այդ հուշերում գետը իր երկու հորդառատ վտակների ձկնագետի եւ սև ջրի շնորհիվ ավելի վարար էր, աղմկոտ, իսկ ձուկն ավելի շատ էր։ Հիմա սիրեկան պապը շատ է հոգեհան լինում, առավոտի ծիրիկուն կանգնում, համբերատար սպասում, որ մի բեղլուն գոնե կուլ տա խայծը, բայց հիմիկվա ձկներն էլ են գրագետ դարձել ու հաջողությամբ խուսափում են սիրեկանի կարթից, թողնելով մեր ձկնորսին ձեռնունային։ Կա մրախետ կա, մուրցի կա, բեղլուն, կողակ կա, կապիտենք ասեմ, ճապալ կա, փոքր ձուկ կա, նա 5 տարեկանն էլ այսքան է, 4 տեսակ ձուկ կա մեր գետը, 10 տարեկանից բռնել եմ, այնքան շատ էր, ձուկն այնքան շատ էր, որ մի գոլում գծեիր, վռազ մի հատ մեծ ձուկ ընգներ։ Հերս թել բերուց ինձ համար ես ձգի թել։ Ու թենցել, գնում ենք, հաստում ենք ակունքը, պոլնի գրուզով ձուկ բռնեինք։ Հիմա էլ շատ չկա։ Չէ, վաբշե չկա։ Ես իմ սաղ այդ գործին անցան, այս նուսական թվականներին ամեն մալ մի բանով ապրեր, մինը ձուկ ծախեր, մինը ես իմ, էլ են իմ տեսածը չկա, որ ես տեսել եմ։ Տոք էլ ենք ծեմ հմի դա գաղտնիք չի, տոքն էլ համատարած ավերացնեմ, եկ չի մնեմ երեխանց հաճույքի համար։ Հեղին ողնաշարնակ վտրեմ, էդ չի կարած ու դնին հենց էլ որսվում արդեն չէ։ Փոքրեն էլ համատարած, էդ գոլեմ ինչկա ջարդում է։ Ալերեքսի գետի նոսրացած շարքերով ձկներն այսօր որոշեցին սիրեկանի հետ մուկն ու կատու խաղալ, բայց դեպետի ձորերում ոչ ոք դեռ սոված ու դատարկաձեռն չի մնացել։ Ձուկ չկա, ուրեմն իր համար հանդիպակաց հանդերն ու չոլերը նույն տնամերձ այգին են։ Օրն էլ օր չի լինի, եթե հատկապես տարվա այս շրջանում ժամանակի մեծ մասը հենց այդ հանդերում չանցկացնի։ Մի քանի ժամ առաջ սարերից բերած սինդրիկն ու ծնեփեկն արդեն սպասում են իրենց հերթին, իսկ մինչ այդ սեղանին հայտնվում է իսկական լորվա ասորտին։ Սա այն պահն է, երբ պապական հին կարթը տեղը զիջում է թթվի քոլին ու 60 աստիճանոց խնձորի օղուն։ Ոչ մի խանութային շքեղություն չի փոխարինի ձեռքով փորած այս մաքրությանն ու փռից հենց նոր հանած տաքացին ու նրա բույրին։ Առողջություն եմ ցանկանում ձեզ բոլորիդ։ Հաջողության մեջ ելեք ինչ ասեմ։ Արդար պանիրա, թատումներ մեր բաղջս են պաղել, ես պապոտի զագուսկի այելի, թատվի համը տեսեք, ընտիրա, 59 նական 60, ուժեղ թույնա, շատ բայց տանձնենը բարսր չի կարելի, կլարի։ Դե առավոտը մի թասով սկսելը սիրեկանի համար ոչ թե սովորություն է, այլ ոտքին ձեռքին ամուր մնալու հստակ խթանիչ։ Հետո նաև իր տանը մի անխախ սովորություն կա, մինչև իր տան հացից մի պատար չես պոկում, գործդ գլուխ չի գա։ Սիրեկանն էլ հարցազրույց չի տա, ինքը ասեց ու պեչատն էլ հետը դրեց։ Դե մենք էլ ով ենք, որ հակառակվենք, բայց միայն խնձորի այս անմահական օղին չէ, որ նրան ուժ է տալիս։ 75 տարեկանում պապի ծունկը դեռ չի կտրվում դեպետի հանդերից, որովհետև սարն ու չոլը տնամերձ այգին ու գոմը նրա համար աշխատանք չեն, այլ դեղատոմս։ Ինքն էլ է ասում, եթե մի օր տանը նստի, հաստատ կկոնդանա ու 1000 հիվանդության տեր կդառնա։ Ես դիմացկուն մարդ եմ, էլի կարելի ասել։ Օրինակ ստարը գնացել եմ սինդրիկ բերել, ես երևող տեղից էլ մի 5 կիլոմետր ենք ով, որ մանես գալի, թոք է հետ աշխատում, ֆիզիկապես առողջ ես մնում։ Դե փորձի մի 5 օր տանից դուրս մի գաս, նստի տես հետը տեշ կկատարվի։ Կների վայնանաս, քո ազատությունը կկտրվի։ Ես սիրում եմ էլի, որ ամեն բանի հետ շփվեմ, ունենամ։
Սիրեկան պապի պինդ ոսկոր լինելը պատահականություն չէ, նա մանկուց է այս սարերում մեծացել, երբ դեռ տատ ու պապի հետ էր սար գնում, անտառի մաքուր օդը շնչում ու բնության անարատ կատն ու մածունը ճաշակում։ Հենց այդ կենսաձևն է նրան դարձրել այնքան դիմացկուն, որ 75 տարեկանում էլ կյանքը տան 4 պատի մեջ չի պատկերացնում։ Բայց այդ տարիների ընթացքում ինչ ասես գլխով չի անցել։ Սիրեկանն ասում է, ինչքան բնությունն ու այս սարերը առատաձեռն են մարդու նկատմամբ, նույնքան էլ տանող են ու խիստ։ Այստեղ Հալաբասարի, Թումանյանի հայտնի Քոշաքարի լանջերին վայրի բնության գրկում մարդն ու գիշատիչը կողք կողքի են ապրում։ Ու ինքը լավ գիտի, երբ է պետք բնությանը սիրել, երբ օգտվել ու երբ նրանից զգուշանալ կամ նույնիսկ պաշտպանվել։ Արջ կա, այդ հաստատ կա ամենաշատն արջն է։ Հետո կա լուսան, գիշատիչը, 15 մետրից իրա որսևի այդ թռնում է։ Մի անգամից պրիժով կանեմ ու արդեն մեր խոզերիցը 7 հատ փչացրուց։ Արինը քաշելու գնե տնետ են սատկած վերենգած։ Արինն է նայել, Արնովասան լամելի միսը շատ քիչ էր միս կերել, մենակ Արինը։ Լուսանը պոչը մի, իսի պոչի չապա, աշկերի ականջների ծերը փոմփոխ ունի, շատ սիրուն հագնված մուրդի, մի սիրուն կենթանի է։ Տեսել ես դու։ Հա, տեսել եմ։ Ու շատ լեին աշճանի ճարպիկ։ Եթե կայմացար բրցանա շատ տարակ, ոնց ես պատկերացնեմ։ Բա չեք վախենում, որ գնում եք անտառ։ Է չէ, մարդը ամենագիշատիչն է բնության մեջ։ Շակալին լիքտեն վաբշե ձանձրալի զզվերի բան է։ Եթե սոր մի բանը ստյան գողացավ, հենց գիտեք ուծել կա։ Ամեն ժամ գալտի։ Դեմ εμένα բռնել եմ։ Որը շատ ջղանաստում է, բռնում եմ շամփայանում գնում է։ Վրաստան խփում ես մի շակալ։ Պոչը տանեմ ատի տեղ կա։ Ցույց տալի 20,000 դրամ մեր փողով վարձատրում են, չգիտեմ քանի լարի։ Դե մեր մոտ բան չկա, որոնի մարդիկ թանկարին դան կվերացնեն էլի։ Համբնության նախանգարում, ամենագիշատիչն է։ Պատկերացրու բոբոքից են վերևի բղմը բոբոքից առեի կարող հիշես։ Գնացել եմ տեղ տագին կերել է բոբոք։ Հաուտը մա, ինչ ելնի ուտը մենքան ատամը կայնա ժարդի։ Հա, սու, հորա, հա, էլի ունենք մենագեշի ծանրած ունենք խոշոր, 200 կիլանոց։ Հա, հերու, մի վախի։ Գյուղը դեպետը անփոխարինելի է այնքան, որ դեռ սովետի տարիներին մի փեշ փողով էլ չմնաց քաղաքներում։ Գյուղից առավել մաքրություն սարերում է, ասում է հողի հետ կռիվ տվող դեպետեցին, ու ինչքան էլ դժվար է սարի հողաշեն տնակները հիմա էլ անբնակ չեն թողնում։ Մի քանի օրից գոմը կդատարկեն, եղած չեղածը կհավաքեն ու ճանապարհ կբռնեն։ Ճիշտ է ինքը մեկ-մեկ կգնա կգա, բայց չի թողա սարն ու ապրուստը։ Թեպետ վերջին տարիներին այդ ամեն ինչը տղային ու հարսին է ժառանգել։ Երևի դրա համար է, որ մինչև այսօր չգիտի ինչ է խոլեստերին, դեղն ու բժիշկը։ 75 տարի ապրած Սիրեկանը ասում է խոլեստերինը նստակյաց աշխատող քաղաքացու եւ լոդրի ցավն է, իսկ իրենց դա անծանոթ է։ Օրինակ գնացել ես խոզը մի սարը, միշտ գիտես ինչով է այդ խոզը սամվել։ Թե քիմիայով ապրած խոզը բերում են մարդը փոխսակում են միամ այդ գնում է սարնում։ Դե ես 100 տարի մնա շուկայից չեմ առնի խոզը ես։ Միջև չիմանամ այդ խոզը որտեղ է, այլ ոնց է։ Այս խալբանը շատ կելի։ Պարդանուտ են տալիս սիրունասնում բերքը, որպեսի խապնվես, գաս այդ պարդանուց կերած պամիդորը առնես։ Յուղը պանդնել մեր արդար սարը, ասում են դե խոլեստեր են գա, չէ։ Այդ է ֆեյմերին ասում որ իրանց գործին խպան են, թե չէ ինչ խոլեստերին։ Արդար սարը ծաղակը կողմն ասում է դեղին կատ տալի։ Անդի ինչ չես դու արդար կդնեմ։ Միշտ արդար եմ կերել, միշտ սարի մածունն ու կաթն ենք կերել, ինչ ասեմ, սմետնանից բռնած հրացնդի կամ էլ ոչկարի պանիրը, ոնց կարող արդար չլի։
Ուշքարացում գալի կթմեն պան իրանը։ Սաղկե փոշին բերա պահեստավորել։ Չէ, Սիրեկանի պահածից ու իր ձեռքով պատրաստածից լավը չկա։ Մինչև հիմա իր ոտքի վրա ապրելն էլ վառ ապացույց։ Հա, ճիշտ է, հիմա առաջվա ճարպկությունը չունի, որ անտրտունջ դիմանա Սարերի կատաղի քամուն, մութ մառախուղին ու կարկուտին, բայց ասում է մինչև հիմա քիմքից չի գնում Սարի փռում թխված տաքացի ու անարատ ճմուրի խելքահան անող համը։ Հիմա սիրտը մի բանի համար է մղկտում։ Էս ահռելի գյուղից Սար գնացողներ էլ չկան։ Մատների վրա է հաշվում այն տները, որոնք դեռ պայքարում են Սարի չարչարանքի դեմ։ 40 տարի Սար ենք այլ, իմ հերնմերը կային, հա գնալ գալը կար, հետո հերնմերս որ մահացան, մենք ենք գնեմ, տղես ամենակ գնեմ, հարցի հետ մեկ տեց, խոզ ենք տանեմ, ապրանք ենք տանեմ ընդի, սունք հավաքը, բյուղանը, պանիրն անեմ, խոզերը պահում ենք, բերեմ ծախեմ։ Սոր մտածված կարամ ենք էլի մի եկամուտ գտնենք ապրելու համար, տես ասեմ։ Չեմ ասեմ շատ հեշտ է, այդպիսի բան չկա։ Բայց դե որ ամենտեղ հեշտի վազես են չկա էլի։ Որ ես հիշում եմ, այն 90-ական թվականներին դեռիվ ժողովուրդ Սարա գնաց, հետև ապրելու վաբշե վիճակ չկար, այդ կողովն ապրեին։ Եկավ քիչ, մի 4-5 մարդ է մնացել։ Հատնեմ են էլ չեն գնում, չեն ուզում գնան, մարդը մեկն աշխատում, մեկը միտեղ, մեկը մի հյուրատան։ Ոնց իրենց աշխատավարձը իրենց բավականացնում ատենց ապրում են, էլ չեն ուզում չարչագեն էլի։ Անձրև կարկուտ։ Հա էլի Սարի կյանքը հերու է, հրահմի լավա հեռախոս կա զանգամեց վրազ, բան ժամանակ հեռախոսել չկար, դեհարի մի մարդ գդի որ գալիս էլ գեղը, մի հատ խաբարանես։ Սարը հլասար, բայց մի բանից էլ է այս տարիքի մարդը զարմացած ու արմացած։ Նոր սերնդի, նոր ու ժամանակակից մարդիկ մեծից փոքր հողի հետ աշխատել չեն սիրում։ Ինչ է կատարվում, դժվարանում է ասել, թե բա գյուղում ապրես ու մի կապ կանաչունել, փող տաս առնես։ Չէ, սրանք իմ զրուցակցի համար մի տեսակ հրեշավոր բաներ են։ Առաջ աշխատել ժողովուրդը, սարսափելի ձևով աշխատել։ Հմել դրնից մի բան չի պոկիլ բերի, լալար կոտեն, թե չեն ուզում, թե ուրիշ ֆինանսոնի յորագանեմ, ավելի հարմար ակտնեմ, քան թե գնամ անտար մասուկ հավաքի։ Բայց միս կարն եմ ասում, այն աշխատել եմ կարն եմ էլի։ Դե պետք է ցանի էլի, հմի մենք սխալ ենք անեն որ ցանում ենք։ Մի բանից օգտվես էլ ու ասենք թուրն ես գնեմ են մալին այն ուտեմ, ասին ու սարքել ենք ես այդ մոլախոտը կհանեմ, գնում եմ ընդ նայում եմ, որ երեխեքը մալին են ուտեմ, հավես գալիս է։ Հլա շատ վաղ քաղում են բերեմ պիսոկ անվրին ու ուտեմ։ Լավ ես թե զգում։ Հայ զայեմ զգում, որ երեխեն ուրախանում են բնենքին էլի։ Ես եմ ուզում ամեն ինչ ունենանք, շուկայից կանանչի որպես ինչ ապրեմ, եթե յուղում ապրեմ եմ։ Լավը չլիմելի, համի մի մետր հողի հիմա կռիվ են անում, չէ, բայց չեն օգտագործում։ Սանձրացել են, թե չեն օգտագործում։ Դե փորձի մեկի հողից կնամի 10 մետր վեկա, տես ինչ պատերազմը կլինի։ Ահա, տղես եկա։ Ավելի լավ որ կծի, նախ շարժում եմ ինձ որ չկծի, հետո որ կծի մնացի առողջ ես։ Օրինակ իմ մոտ մի բան ասեմ անկեղծ, մեջքից բռնվել գետի, այդ 4 տեղը, մեջքից 4 տեղը, սուր պրիստուպ ցավ, որ ինձ նեղացնում է, նայած սիզոնը, համի ասեն եթե ցավի, վրազ եկու մեղու, կծացնում եմ ես 4 տեղս, 5 րոպե ուժեղ քորա գալի, մի վախի, 5 րոպե հետո ուժեղ քորա գալի, и всё, անցավ ամեն ինչ։ Սա բոժի շատկությունի դրա թույնը։ Գետնականն են մեղմեն ջղանացնում են ապակով վրա իրա թույնը սրսկմա, որ կարողանան հավաքեն թույնը։ Օգտագործում է բժշկության մեջ, ուժեղ բանա դրա թույնը։ Ով է ասում, թե մեղվի կծածը գեշ է։ Սիրեկան պապի համար սա լավագույն բժշկությունն է, երբ մեջքի ցավերն իրենց զգացնել են տալիս, փեթակներն իր համար դառնում են բուժկետ, մեղուներն էլ հմուտ ասեղնաբույժներ։ Երբ հողի ու անտառի հետ կապը խզվում է, պապի համար ամենահավատարիմ աշխատավորները հենց այս թևավորներն են։ Այստեղ ոչ ոք չի ալարում, ու նա էլ արդեն 50 տարի սովորում է նրանցից, ինչպես անդադար շարժման մեջ մնալ ու սեփական քրտինքով կյանքը քաղցրացնել։ Միայն թե այստեղ էլ ամեն ինչ հալած յուղ չէ։ Տասնամյակների փորձ
բացառություն ունեցող մեղվաբույծն այսօր ընդամենը 2 փեթակի հույսին է մնացել ու ֆինանսական մեծ վնասներից հետո էլ չի սրտակտրվել։ Մեղուներով եմ զբաղվում, այս տարի ասում եմ, սրանք սխալ բաներ արին, հանգան 20 մեղվից 2-ը մնաց։ Բազո մտածել եմ մարդկանց իսունից մի հատ չկա, էլ ես ինձ հույս եմ տալի։ Կշատացնեմ, կարնեմ, սրանց կկիսեմ, մի շեք շատանա, որ տանեմ սարը էլ երեխեքը մեղր ունենան, էլի, էտա մտածածս։ 1972 թվից մեղվա պահ եմ եղել։ 3 ամիս էլ Երևան կուրս եմ գնացել։ Ասեք այնց բան չկա, որ չիմանամ, էլի, թե պրակտիկան, թե թեորիան։ Բայց ես վերագրեմ եմ, որ հերու ամառվա կեսից էլ սկսեց դրսից ոչ մի եկամուտ չկա, մարդիկ քշերք են դնում տակին, ասում են, զանգում ենք, իմանում ենք։ Ու դրա համար մայր մեղուն չձվեց, նաև եկամուտ ունեցավ, այն ժամանակ գծվի։ Դե դա 38 օր ապրեմ։ Եկավ ծերացավ մեղուն, ծնունդ չունեցավ, դրա համար համատարած հանգավ, ուրիշ հիվանդություն չկա։ 5000-ով իմ աղջիկը ծախում է, էնել հատուկ մարդկանց մա, որ պետք կա, չկա 10։ Շատ վնաս կրեցի, պատկերացրու 20 մեղվից ինչքան կլեմ վնաս արած, 18 մեղով, եթե հանգել եք մնացել։ Թղամ եք 50,000 դրամի եկամուտ են տվել, ես ինձ թիվացնում եմ, որ դա շատ չեմ ասում, էլի։ Է բազաբատ գտեց, որ հագին վնաս եմ արել։ Էլի հաշտվում ենք, եղել, ինչ ենք անել։ Կշատանակ շարունակվի կյանքը, ոչինչ, կարևորը որ սրտիդ տեղ էլի աշխատողն ես։ Չէ, չեմ հիասթափվել, ամո չի որ հիասթափվեմ։ Բան կանեմ, խոսքը ծախեմ այդ փողին, սա հենց իման են գելնակ է, այդ փողին մեղոք առնեմ 2 հատ, որ հին բանով գնանք այսքանին վեր տարն ապսուս այլի, լրիվ թազայաշ կնի են։ Փաստորեն այն մարդկանցից է, ում համար դժվարությունն ու վնասը ոչ թե կանգնելու պատճառ են, այլ նորից սկսելու առիթ։ Թեև 75-ն արդեն թակել է դուռը, բայց պապի միտքը դեռ սարի ճամփեքին է, մեղուների ու իր ստեղծած բարիքի հետ։ Նա չի սիրում երկար բարակ խոսել, նա սիրում է աշխատել, որովհետև գիտի, քանի դեռ ինքը գնում գալիս է, քանի դեռ փեթակներից բզոց է լսվում, ուրեմն իր աշխարհում ամեն ինչ կարգին է։ Ինչպես եւ ասել էի, մարդու այս տեսակ անդադար աշխատանքի մեջ է իրեն լավ ու երիտասարդ զգում։ Կապ չունի ինչ գործ է, կարևորը օրվա մեջ մի րոպե դադար չունենա, հանգիստ չուն չքաշի, իմ հերոսը ապրելու այլ ձև պարզապես չգիտի։ Վերջերս մի նոր սրբազան գործել է ձեռնարկել ու վստահ է հաջողությամբ կպսակի։ Քիթ քթի է տունն ու գոմը, որ անգամ այս տարիքի մարդու համար է տհաճություն, էլ ուր մնաց տան ջահելները չբողոքեն քիմքին ոչ հաճելի հոտերից։ Մի խոսքով նոր անասնագոմի հիմքերն արդեն գցած է, գոմի, այգու ու հանդի գործերից հետո շինարարությանն է անցնում, որտեղ համ աշխեք է, համ բանվոր, համ էլ գծող գծագրող։ Քանը լվանում ենք, որպեսզի ցեմենտը լավ կպնի։ Թոզոտա էլի, նայլա, այս փոշին չի թողա կպնի։ Ու ոնց մարդիրա խափի էլի։ Այս լվանում ենք, որ ցեմենտը կպչի ամուր էլի, շինությունը։ Ինչ է կառուցում։ Անասնագոմ։ Այդ որ տանը մոդիկա դրա համար չեմ ուզում հոտը հասնի տուն։ Այս նորը կառուցում ենք էլի։ Ինչ է պահելու նոր անասնագոմում։ Կովեր, խոզեր, հավերը, բոլորը ստեղ կտեղավորվեն։ Այս 79 թվին եմ սարքել, ես եմ պատել։ Բայց չէի պատկերացնի, որ այդ քանապան կարամ պահեմ։ Հիմա որ շատացավ, համ այդ տանը մոդեկացավ, ստիպված ենք, թենց անենք էլի։ Դեռ 47 տարի առաջ վեր բարձրացրած պատերը հիմա նեղ են թվում նրա մեծացող տնտեսության համար, բայց նոր գոմի շինարարությունը միայն տարածքն ընդարձակելու մասին չէ։ Սա մի տեսակ ներքին պարտավորություն է ջահելների հանդեպ, որ գյուղական կյանքի դժվար կողմերն ու հոտերը նրանց չվանեն հայրական օջախից։ Իսկ նրա ափերի մեջ քարն ու շաղախը լեզու են գտնում այնպես, ինչպես ինքն ու բնությունը տասնամյակներ շարունակ։ Նրա համար յուրաքանչյուր շինություն մի նոր սկիզբ է, մի նոր հույս, որ ծնվում է հենց այն ժամանակ, երբ սարերում ձյունը տեղի է տալիս արևին։ Իսկական կյանքը սկսվում է հենց այնտեղ, որտեղ մրջյունն իր բեռն է շալակում, իսկ ճնճղուկը գարնան ավետիսը բերում։ Իմ հերոսը սովորել է չվախենալ պակասից ու չշտապել հուսահատվել, որովհետև նրա աշխարհում վաղվա առատությունը կախված է այսօրվա համառ պայքարից ու արդար քրտինքից։ Ամբողջ աշխարհը զարթնում է բնությունը։ Այն մրջյունից բռնած ստերը երգում են, կյանքը զարթնում է, ձմերը ձին նստած ինչ ես դնում, ոչ մի բան։ Սոված գելի ոտնատեղ։
Էլ ոչ բան չես տեսնի։ Գետը ստարչնած ձայնը չի գալի։ Դրճումները չեն երգում։ Մի 5 ամիս մերն եմ այլի բնությունը։ Հադեց ծաղորը տանը։ Փշերը երգար չի լուսանում։ Եվ մենք պետը բան ապահովում։ Ինչ որ մի բան ունեն մենք պատվարումը։ Հենց էլ ապարեմ ենք էլի։ Ես օրինակ իմ հույսը կտրած չեմ։ Չպետք է ինչ-որ մի բանից վախես, թե ես չունեմ ոնց կլի։ Վաղակ ունենա սովորի շտապում ես։ Իսկ ինքը չի շտապում, չի էլ շտապել, դրա համար էլ այսօր այսքան բանի տեր է դարձել։ Ու որ հարցնես, կասի աշխարհի ամենահարուստ մարդն եմ։ Այդ հարստությունն էլ փողով չի չափում։ Իր հարստությունը հոգու խաղաղությունն է, կողքին կանգնած պառավը ու երեխեքի հաջողությունը։ Իրեն ուրիշ ոչ մի բան պետք չէ, մենակ թե ոտքը քարին չդիպչի ու ձեռքը գործից չփոկվի։ Դեպետի ձորերում կյանքը հենց այսպես էլ հաղթում է, առանց ավելորդ ղալմաղալի, համառ ու դանդաղ քայլերով, սեփական ուժերին վստահ, լոռեցու ու լեռնցու պես։ Որ դիլեկը իմ բաղվասացի կանան չկարմել եմ։ Ապրես, պապիկան։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։